նոր սարդարապաշտություն եւ մեզնի ջուրականությունը պարտավոր։ Բարի երեկո, Tribune հարթակի եթերում կարճ միացում հաղորդաշարն է։ Այսօր խոսելու ենք մեր չմոռացված մայիսյան եռատոնի, մեր հաղթանակների եւ պարտության մասին։ Գնացինք։ Այսօր մեր հյուրն է Հույդա Գերագույն մարմնի անդամ Շուշիի ազատագրման օպերացիայի մասնակից ազատամարտիկ Իգոր Սարգսյանը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, որ այսօր հյուրընկալվել եք մեր տաղավարում։ Հայ ժողովուրդը մայիսի 9-ը տոնում էր եռատոնը։ Հպարտ, ուրախ, երջանիկ, այդ 3 հաղթանակներն եք տոնում հայրենական պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման օրը եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը։ 5 տարի առաջ 2020 թվականի մայիսի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում էր եւ այնտեղ Բակո Սահակյանի հետ Արցախի նախագահ առանձնազրույց էին ունեցել, որի ժամանակ միմյանց շնորհավորել էին բնականաբար առանձնահատուկ Շուշիի ազատագրման օրն էր շեշտվել, այնտեղ Փաշինյանի խոսքով մայիսի 9-ը Շուշին առավել մեծ վստահություն են տալիս մեր ուժերի ու մեր ապագայի նկատմամբ, բայց ոնց հիմա տեսնում ենք, ավելի շատ այսպեսի հոռետեսական տրամադրություն է բոլորի մոտ, ոչ մեկ չի հավատում այլևս այդ ապագային, թեպետ մենք արդեն մեկ անգամ հաղթահարել ենք այդ Ռուբիկոնը, հասել ենք ու ունեցել ենք այդ հաղթանակը։ 20 թվականին նրա այցից 5 ամիս անց արդեն տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը, Շուշին այդ ժամանակ չգիտես ինչի դարձավ դժգույն քաղաք եւ սկուտեղի վրա մատուցվեց թշնամուն։ Շուշին ընկավ, սակայն շարունակվում է նաեւ այս պահին հայկական այդ ուժի ոգու նպատակաուղված այդ անկումը եւ մեր ապագան արդեն իսկապես մշուշոտ է։ Ու այսօր անհասկանալի։ Եկեք սկսենք դրանից մի քիչ տխուրից սկսեցինք, բայց հետո էլի կլուսավորենք։ Սկսենք դրանից, թե ինչի պարտվեցինք 2020 թվականին ու ինչ զուգահեռներ կարող ենք անցկացնել Արցախյան առաջին եւ երկրորդ պատերազմների միջեւ։ Ամիցեք։ Նախ ուզում եմ խոսել ինչու հաղթեցինք 90-ական թվականներին։ Եվ կամ ինչու դարեր շարունակ տարբեր դիությունների, տերությունների լծի տակ եւ հանկարծ վերստեղծվեց հայկական պետականություն, հայկական բարձրավանդակի մի մասի վրա եւ ելի փշուրները Հայաստանի հայկական պետականության մնացին տարբեր երկրների, այսպես ասած, տիրապետության տակ, մասնավորապես Նախճեվանը եւ Արցախը մնացին, այսպես ասած, նոր ստեղծված, չիմացվող, ազգություն չունեցող, մի նոր պետականություն ունեցող, այսպես կազմավորման, տիրույթում եւ մի 50 տարի հետո Նախճեվանը դատարկվեց հայերից։ Բայց Արցախի ժողովրդի համար պայքարի, կռվի, ապրելու ձգտումի շնորհիվ Արցախը մնաց հայկական մինչև խորհրդային միության փլուզումը։ Եվ այնուհետև փլուզման հետևանքով Արցախը իր ինքնորոշման հայտը ներկայացրեց խորհրդային միությունից դուրս գալու, այն ժամանակ խորհրդային միություն էր եւ խորհրդային միության կազմի մեջ érինք, դուրս գալու եւ ինքնորոշվելու, ազատ ապրելու իրավունքը իրականացնելու համար։ Բնականաբար այնտեղ այնքան էին արդեն ազերիները տարբեր այսպես գյուղերով, փոքր աուլներով արմատավորվել, որ փորձում էին էտել Նախիջևանի նման, ուրեմն բնակեցնելով հայերին դուրս մղելով դարձնեին իրենց սեփականությունը։ Սակայն Արցախի ժողովուրդը, հայ ժողովուրդը ընդհանրապես աշխարհասփյուռ ոտքի կանգնեց եւ հետ բերեց Արցախը, ազատագրեց Արցախը։ Իսկ Արցախում այդ ժամանակ գերակշիռ դիրք էր գրավում Շուշին, Շուշի բերդաքաղաքը,
որտեղից անընդհատ հրետակոծում, ռմբակոծում եւ վնասներ էին պատճառում Ստեփանակերտին, հարակից գյուղերին հայկական եւ անհրաժեշտություն էր, որպեսզի Շուշին ազատագրվի։ Շուշիի օպերացիան ճիշտ է սկսվեց ապրիլից եւ մայիս ամսին կուլմինացիա եղավ ազատագրումը, բայց նախապատրաստվեցին շատ ավելի շուտ, դեռ 91 թվականի աշնանից։ Ես հիշում եմ, որ գնում էինք դիվերսիոն գործողությունների, որպեսզի վախը, անվստահությունը սերմանեինք Շուշին, այսպես ասած, պաշտպանող ազերիական օմոնական զորքերի ուժերին վախեցնելու, թերահավատություն մտցնելու եւ այդ բուն օպերացիայի ժամանակ որպեսզի քիչ զոհեր տայինք։ Օպերացիան նախագծեցին եւ կազմակերպեցին կոմանդոսի Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ, հիշատակը վառ մեր սիրելի կոմանդոսի եւ կոչվեց Հարսանիք լեռներում։ Այդ ժամանակ 4 ուղությունից հարձակվում էին, 4 ուղությունից հարձակում էր նախապատրաստվում Շուշիի վրա եւ Արկասու հաջողությամբ պսակվեց, մենք մտանք Շուշի, քիչ զոհերով, այն ժամանակ ես հիշում եմ մոտ 55 զոհ տվեցին հայկական ուժերը, բայց բազմաթիվ ազերիներ զոհվեցին եւ ազատագրվեց այդ անառիկ Բերդաքաղաքը, որը հնարավոր չէր 20 թվականին պարզապես արահետներով գրավել։ Լավ, ինչ ունեինք հենց առաջին Շուշի ազատագրման ժամանակ, առաջին Արցախյան պատերազմի ժամանակ, երբ արձանագրեցինք այդ փառահեղ հաղթանակը, ու ինչ չունեինք 44 օրյա ժամանակ։ Ազատագրման ժամանակ ունեինք հպարտություն, ունեինք նվիրվածություն, որը պակասել չէր թերևս 20 թվականին, 44 օրյան։ Բայց այն ժամանակ մեր սերունդը, այսպես մենք մտածում էինք վերջապես այս դարերի խորքից մի սերունդ, որ առաջին անգամ հայկական քաղաք ազատագրում իր ուժերով, իր միասնությամբ, որքան էլ տարաձայնություններ բաներ կային, բայց միասնություն կար նպատակի մեջ։ Եվ մենք պատկերացնում ենք, որ մեր սերունդներին եւս մի կտոր մեզանից խլված հողերից հետ ենք վերադարձնում։ Կարոյայի ժամանակ, իհարկե, այդ ամբողջ ժամանակահատվածում 25 տարվա ժամանակահատվածում միշտ էլ մտածել ենք, որ թշնամին չի կարող այսպես հաշտ մնալ այդ իրավիճակի հետ եւ անպայման ռևանշ անելու է, անպայման լինելու է պատերազմ։ Եվ մենք փորձում էինք մեր, այսպես ասած, գաղափարակից շրջանակներով, մեր ուսանողության մեջ, երիտասարդության մեջ, զինվորների մեջ, բարբերաբար երբ որ այցելում էինք զորամասեր, փորձում էինք այդ ոգին բարձրացնել, նպատակը, գաղափարը, իղձը, համազգային իղձը, փորձել պահել տակ իրենց սրտերում, որպեսզի գիտակցեն, որ եթե Արցախը կորցնենք, այո, մենք ոչ միայն կորցնելու ենք զուտ տարածքներ, այլ կորցնում ենք հայրենիքը, կորցնում ենք հող, որտեղ մեր գեներն են, կորցնելու հայրենիք, որտեղ ամփոփվում են մեր նախնիների գերեզմանները, այդ կյանքի կապը նախնիների, ներկաների եւ ապագայի մենք կորցնելու ենք եւ մեծ անվտանգության խնդիր է առաջանալու Հայաստանի սահմանների, այսպես ասած, իհարկե չեմ ուզում դա առանձնացնել Հայաստան, Արցախ, պարզապես տարածքային ինչ-որ միավորի, բայց աշխարհագրական դիրքի իմաստով, բայց ավելի է մոտենում վտանգը Հայաստանի ներսին, Երևանին, ցանկացածի բնակարանին եւ այդ իմաստով փորձում էինք անընդհատ վառ պահել հայրենասիրական ոգին, որ հայրենիքը հենց այնպես միայն
գաղափար չի, հայրենիքը եւ նյութական է եւ հոգեվոր։ Եթե դու կորցնում ես քո հայրենիքը, որտեղ դու ծնվել, մեծացել ես, ապրել ես եւ քո նախնիներն են այնտեղ ապրել եւ ապագա ես կապում այդ հայրենիքի հետ, դու քո հետ, քո հոգու հետ ներդաշնակ ես ապրում, խաղ ես ապրում։ Երբ որ կորցնում ես այն քո հիշողությունը, հա, նախնիներիդ հետ կապված հիշողությունը, դու չես կարող մի լուսավոր բան թողնել տալ քո ժառանգներին, որովհետև արդեն իսկ կապ է խզվում եւ քո ժառանգն էլ չի հիշելու քեզ եւ ցիրուցանա լինելու ամբողջ աշխարհով եւ չի ուզենալու ապրել քո երկրում։ Դրա համար շատ կարեւոր է այդ գիտակցումը, որ սա զուտ տարածք չի, որ տվեցինք եւ վերջ։ Սա մեր կյանքի յուրաքանչյուր բջջի, յուրաքանչյուր մտքի ամուր կապն է, նրա անվտանգությունն է։ Հիմա նայում ենք, սերունդներ կան, որ թողել են դուրս են եկել Հայաստանից, մարդիկ հայեր, արդեն իրեն ժառանգները, իրենց զավակները հայերեն չեն խոսում, չեն մտածում հայերեն, չեն ուզում իրենց հայրենիքը տեսնել։ Եվ նրանք էլ ովքեր, որ իսկապես սիրում էին իրենց հայրենիքը, իրենց այդ կորստի ցավից փորձում են բոլորին փնովել, իրենց արդարացնելու համար, որ այ մենք սրա համար գնացինք, կաշառակերություն էր, կոռուպցիա էր, դրա համար գնացինք։ Դուք էլ նշեցիք, որ թշնամին միանշանակ պատրաստվում է ռևանշի, այս միջակայքում 30 տարվա ու շեշտում եք նաև, որ դուք այդ ոգին փորձում եք բարձր պահել, բայց մի տեսակ այնպիսի տպավորություն է, որ այդ միջակայքի մեր սերնդի մոտ ինչ որ հանգստություն կար արդեն, որ մենք ունենք խաղաղություն, մենք վայելում ենք այդ խաղաղության դափնիները ու էլ այսպես մեծ տպավորություն է, որ պատերազմ չի լինելու, ոչինչ, պատերազմ լինելու առաջին ազդանշանը երբ եկավ, չէ, ապրիլյանի ժամանակ։ Ես այդ մտքի հետ լիովին համաձայն եմ, այո, այդպես էր, ես իմ խոսքը կառուցելու եմ հենց դրա վրա, այո, երբ որ հաղթանակները տարան, կարծում էինք, թե այլ պատերազմ չի լինելու, հիմա գնանք մեր հաճույքների, մեր կյանքի, չգիտեմ, լավ ապրելու, այսպես ժողովրդավարության հետևից, արժեքների դուրս, այո, ցավոք, թշնամին պատրաստվում էր, ցավոք կյանքը միշտ պայքար է, եւ այդ պայքարը, միգուցե բարեբախտաբար պայքար է, եւ այդ պայքարը պետք է առաջին հերթին մղվեր քո ազգի, քո երկրի անվտանգության խնդիրներին։ Ապահով կլինեիր, անվտանգ կլինեիր, հավլիցի, հաճույքն էլ վայելիր, բայց երբեք մի մոռանա, որ կան ուժեր, կան գերտերություններ, կան շահեր, որ մի օր բախելու են քո դուռը, եւ դու պետքա պատրաստ լինես նաեւ պատերազմի, հատկապես պատերազմի, որովհետեւ քո կողքերը, հա, գոնե առնվազն երկու կողմից դու շրջապատված ես թշնամիներով։ Թշնամիներն էլ ոչ թե գալիս են հաղթելու եւ իրենց տիրապետությունը հաստատելու, փառք վայելելու, ոչ միայն, նրանք գալու էին մեզ ոչնչացնելու։ Մենք գոնե գենետիկորեն հիշում ենք, որ նրանք բոլոր դարերում ինչքան եղել են այս Հայաստան աշխարհում, այս տարածաշրջանում, անընդհատ կոտորել են, անընդհատ պատմությունը այո, եւ այդ պատմությունը մենք չենք կարող մոռանալ։ Այստեղ է, որ մեր հիշողության խնդիրն է, մենք մոռացել ենք, մենք չենք հիշում, որ այսպիսի բաներ կան, այսպիսի խնդիրներ կան եւ դեռ ասում ենք 100 տարի առաջ կամ 115 տարի առաջ ցեղասպանություններ, հա, 120 տարի առաջ ցեղասպանություններ, այսօր էլ ցեղասպանություն եղավ, բայց մենք հիշում էինք դա, բայց դուք շատ ճիշտ նշեցիք, մենք դա փորձում էինք իբր լուծել ժողովրդավար ճանապարհով, այսինքն մենք փորձում էինք խոսքով, դիվանագիտությամբ, բայց չէինք պատրաստվում երբևէ պատերազմի։ Ու տպավորություն է, որ այս բաները մենք չենք պատրաստվում։ ամեն պարագայում կար
հայրենիքը պաշտպանելու ձգտումը, պատրաստակամությունը, նաև կար նաև որոշակի առումով լավ պաշտպանություն, բանակ ունեինք, իսկապես ունեինք։ Ես օրինակ 16 թվականի քարորիա պատերազմից առաջ անկեղծ ասեմ մի քիչ հիասթափված էի, որովհետև այդ ժամանակվա ուրեմն իշխանությունները անընդհատ փորձում էին իրանք վերարտադրվել եւ այլ եւ բնական շղթան է։ Չէ, գիտեք ոնց, ասենք, բացասական երևույթներ կային ամեն պարագայում։ Բայց երբ քարորիայի ժամանակ ես մտածում եի, ասում եի, ժողովուրդը գնում է ինքնաոչնչացման, լավ էսպես կլինի։ Բայց երբ որ քարորիայի ժամանակ տեսա, որ բոլոր տեղերից ոգևորված արտասահմանից, Ռուսաստանից, Հայաստանից մարդիկ դուրս են գալի ու մղվում են Արցախ։ Ես ուրախացա, ասեցի, չէ, իմ ժողովուրդը չի ուզում մեռնել, ուզում է ապրել։ Ուրեմն պետքա ճիշտ առաջնորդենք, ապրեցնենք այս ժողովրդին։ Եվ պատերազմը հաղթեցին։ Քարորիա պատերազմը զգացվեց, որ թշնամին պարտվեց անգամ այն 400 հեկտար էին ասում, 800 հեկտար էին ասում, որ մնաց Ադրբեջանի տիրապետության տակ, անգամ այդ պարագայում նա պարտվել էր, նրա քիթը առել էր գետնին եւ բանակը, ստորաբաժանումները շատ նաեւ գրագետ պաշտպանվում էին։ Տեսեք, պարոն Սարգսյան, ունեք Սամվել Բաբայանը հարցազրույցներից մեկում կոնկրետ, այսպես շատ վստահ, դե քանի որ Շուշի ազատագրման ուղղություններից մեկի մասնակիցն էլ ինքն էր հրամանատար, բայց ասաց, որ քարորիան ապրիլյանի կոնկրետ պատրաստական աշխատանք էր թշնամու կողմից 20 թվականի համար, այո, 44-ը, կոնկրետ եղել է հենց այդ նույն ուղղություններով։ Ես էլ եմ կարծում, որ այն ժամանակ էլ մտածում էի, որ սա նախերգանք է, սրանք հետախուզություն մարտով այսպիսի բան են իրականացնում, որ հասկանան, տեսնեն որտեղ է ուժեղ տեղերը, որտեղ են թույլ տեղերը, բայց այնուամենայնիվ պարտվեցին։ Եվ դա ազդակ պետքա լիներ մեր բոլորին, պետությանը, իշխանություններին, որ ավելի ուժեղ պատրաստվեին, ավելի լավ պատրաստվեին, բայց ստացվեց այնպես, որ եկան իշխանության մարդիկ, որոնք ոչ պատերազմի էին մասնակցել, ոչ պատերազմից էին հասկանում, ոչ երկրից էին հասկանում, ոչ տնտեսությունից էին հասկանում, ոչ չհասկացանք։ Միայն ժողովրդավարություն, մենք առաջի տեղում ենք համաշխարհային, չգիտեմ ինչ ցուցակներում ժողովրդավարության, մենք հաղթեցինք եւ այլ, ինչը հաղթեցիր։ Մի ապուշնել լավ ասեց, այս հեղափոխությունը Արցախյան պատերազմից ավելի կարևոր էր։ Ինքը կհասկանա, ինքը գիտի ում մասին եմ ասում։ Եվ ստացվեց դու արհեստական ժողովրդավարությունս մտցնում, գոնե գիտակցում ես այդ ժողովրդավարությունը ինչի է բերելու։ Սկսեցին ելակով կերակրել բանակը, հեռախոսները տալ ամեն դիրքից կարող են զանգել բողոքել սպաների վրա։ Դա չէ որ մարտական, այսպես ասած, անվտանգության խնդիրներն է, սկսվեց բանակի ոչնչացումը, վերջապես, ասենք, չգիտեմ, Տավուշում մի, այսպես ասած, բլուր վերցրեցին, որ ոչ մեկին էլ պետք չէր, ոչ մի ստրատեգիական մարտավարական նշանակություն էլ չուներ։ Այսինքն ադրբեջանցիները դուրս էին եկել, որ իրանք էլ չէին ուզում այդ կամ պայմանավորված։ Այստեղից բարձրացան նստան այդ խմբի վրա, այն պարագայում, երբ որ Կիրովաբադում, Գանձակում բաներ, զորավարժություններ էր թուրքերին ու ադրբեջանցիների իրար հետ անում։ Եվ ասեցին, մենք վերցրեցինք, մենք հաղթեցինք, ազգային հերոս տվեցին մեկին, մի 90 հոգու մարտական խաչեր, ինչի համար, լավ, ինչ էր դա նշանակում։ Դա նշանակում էր որոշակի, եթե ասենք կողքի աչքից նայենք, ագրեսիայի նման մի բան էր, այսինքն Ադրբեջանը ճիշտ է այդ տարածքը հայկական էր, բայց դա պատերազմ հրահրման
փորձ էր։ Այսինքն մենք ասենք մենք հրահրել ենք պատերազմ։ Իհարկե, այս իշխանությունները հրահրեցին այդ պատերազմը։ Հաջորդը գնացին Ստեփանակերտ եւ ասին Արցախը Հայաստանը եւ վերջ։ Արցախը այս 30 տարվա, 20 տարվա, 25 տարվա ընթացքում արդեն ժամանակներն էլ են խառնում, ինքնորոշման իրավունքներ իրացնում, հանկարծ ասեցին Արցախը Հայաստան է եւ վերջ, դրեցին տարածքային խնդիր։ Երրորդը սկսեցին գեներալիտետին ոչնչացնել, միջին սպայական կազմին, ովքեր որ բավականին ծանրակշիռ ավանդ ունեին այս պատերազմների բանակաշինության մեջ, հիասթափեցրեցին մարդիկ թողեցին դուրս եկան։ Բերում էին նշանակում էին պատերազմի օրերին այնպիսի մարդկանց հրամանատարական կազմ կամ շտաբի պետեր, որոնք այդ տարածքում ընդհանրապես չէին եղել։ Այդ դիրքերին ծանոթ չէին, անձնակազմին ծանոթ չէին, մինչև ծանոթանային ամիսներ էր պետք դրա համար, մինչդեռ կային պատրաստի արդեն իմացող կադրեր, որոնք նաև իրենց կենսագրությամբ էին ապացուցել, որ կարող են պատերազմ անել, կարող են պատերազմում հաղթել։ Դրեցին, ես այդ մարդկանց չեմ ուզում լսեմացնեմ, բայց անգրագետների դրեցին, այդպես էլ խառնեցին ամեն ինչ կամ հայտարարություն անում ով կասկա ու բրոնիժիլետ ունի, վերցրեք 30 հոգի հավաքեք, գյուղապետեր գնացեք, դուք էլ հրամանատար գնացեք, չհասկացա, այս պետական համակարգերը արդեն չկար, ոչնչացված էր, զինկոմիսարիատներ չկային, այնտեղ մասնագիտական ռազմական մասնագիտություն ունեցող մարդկանց քարտեր վերջը կար, կարտաճեկա կար, այս ամբողջը պետք է այսպես հավաքեին ամենքը իրենց տեղերով դնելով պատերազմի դաշտ ուղարկեին։ Այս ամեն ինչը թողել էին գյուղապետերի հրամանատարությամբ 30 հոգի, սա ինչ կառավարում է, չես հասկանում, թող զինվորականներին։ Միայն ասես դոշը ծեծում էր, ասում էր, ես գերագույն գլխավոր հրամանատարն եմ։ Պատասխանով պետք է տա։ Իշխանությունը ոչ թե միայն իրավունքը, առաջին հերթին պատասխանատվությունը, պարտականությունը, այդ պատասխանատվությունը ով պետք է կրի։ Ես ազատագրել եմ Շուշի, իմ Շուշին տվել ես դու։ Պատասխանով է տալու, էլի ես եմ տալու։ Իմ նմաններն են տալու, այն զոհված տղերքն են տալու։ 5000 երիտասարդ, 10000 չգիտեմ վիրավորներ եւ այլն, այդքան աղջիկներ, որ չամուսնացան, այս սերունդ կորցրեցինք, մենք մեր սերմացուն կորցրեցինք, ով պետք է պատասխան տա, դու ասում ես կարող էի կասեցնել, կանգնեցնել, բայց ինձ կասեին դավաճան, ավելի լավ չէր մի կյանք ոչնչանար, քան թե 5000-ը, իհարկե ոչ, սեփական անձի սեփական կաշին էիք փրկում, լավ չեմ ուզում վրդովել, չեմ ուզում շատ բաներ ասել, բայց պետք է հասկանան էլի վերջը, ասենք այստեղ խնդիրը իրենց կաշվի, իրենց փառքի, իրենց ագահության, իրենց նախանձի ու փառամոլության մեջ չի։ Մի տարեք սա կոնկրետ կյանք է, որ շարունակական պետք է լինի, այդպես է ստեղծվել կյանքը, ընդհանրապես տիեզերքում ու այս մոլորակի վրա, ընդհանրապես մարդ բանական, որ ստեղծել են իրենց իր պատկերով եւ նմանությամբ, մեջը դրել է հոգի, դու ժառանգ ես ամենաբարձրյալի, ինչ իրավունք ունես նրա սերունդը կորցնելու, ակա ջնջիկ կցիենյան, հերիքա չարություններով, հերիքա քո չար սատանայական բաներով մղես այլ ուղություններով, չես հաջողելու, մեկա մենք էլ մեռնենք, շատերը մեռնեն, միևնույնը չես հաջողելու, այս ազգն է ժառանգը արարչի, պահելու է, տրվելու է այն ինչ որ վերցվել է, տրվելու է, բերվելու է հայկական բարձրավանդակը։ Ըստ էության դուք թվարկեցիք այն պատճառները ու հանգամանքները, որը հարցից մեջ էր պարունակում, ինչու մենք պարտվեցինք 44 օրյայում, որ ձուկը գլխից է հոտած այդ տրամաբանությամբ, այսինքն ղեկավարության պատասխանատվությամբ, բայց մեր մեջ, մեր ազգի, մեր ժողովրդի մեջ ներդրեցին թշնամիներ,
գործակալներ, չգիտեմ ինչ ուզում եք, ստեղծեցին, դաստիարակեցին, իրանց միջից էլ կար այդ ամեն ինչը, բորբոքեցին այն բացասական հատկությունները, նախանձը, փառամոլությունը, ագահությունը, ընչաքաղցությունը եւ կարծես թե սրանց մեջ այս ամբողջը խտացավ մի անգամից։ Նկարագիր էր, բոլորի մոտ էլ կա այդ, բայց սրանց մեջ խտացավ եւ այդ դավաճանությունը պորտկաց sense թափվեց դուրս եւ մի քանիսի կամ մեկի այդ դրսևորումներով պատասխան է տալիս ամբողջ ժողովուրդն ու ազգը։ Պարոն Սարգսյան, մեր հերոսների մասին խոսեցիք, այդ 5000 լուսավոր երեխաների, որոնք իհարկե զոհ գնացին, չգիտեմ, անփութության կամ դիտավորյալ հենց պատերազմի շարունակելու հետևանքով, բայց այդ պայծառ տոնը, որ մենք ունեինք Շուշիի, հիմա վերածվեց, չգիտեմ ինչի, այն որ անհավատալի էր անգամ այդ օրը, որ ասում էին Շուշին ընկավ, ոչ ոք չէր հավատում, մտածում էին էլի թշնամական ալիքներն են, որ տարածում են այդ հաղորդագրությունը։ Այդ պահին դուք որտեղ էիք, ինչ էիք անում, ոնց արձագանքեցիք, որովհետև դուք հենց դրա հիմքում եք, այդ տոնի հիմքում եք ընկած ու այդ հերոսների շարքում նաև դուք եք, ոնց ընկալվեց ձեր կողմից, դուք հավատում եք դրան ընդհանրապես Շուշիի։ Գիտեք, այս պատերազմին ինձ հանձնարարվեց կազմակերպել կամավորական շարժման վաշտերը։ 5 վաշտ կազմակերպեցինք։ 5-ն էլ մասնակցեցին։ Ամեն օր ես տարբեր տեղերից ինֆորմացիաներ ստանում էի իրավիճակի մասին։ Նաև Շուշիի մասին, որ անհասկանալի բաներ են կատարվում։ Երբ որ հերթական վաշտը ուղարկում էի, համապատասխան տեղում մի գնդապետի հարցրեցի, ով որ կազմակերպում էր արդեն ճանապարհելը։ Հարցրեցի, լսի, ասեցի, խոսակցությունները շատ լուրջ են Շուշիի հետ կապված։ Միգուցե ուղղորդենք այնտեղ վաշտը։ Բա չէ, ինչ ես խոսում, 3000 մարդ է գնացել այնտեղ, արդեն Շուշիում են, արդեն էս, արդեն են։ Հասկացա, մի երկու օր հետո, մի քանի օր հետո Շուշին ընկավ։ Անհասկանալի մանիպուլյացիաներով, անհասկանալի այդ ներքին խողովակներով ձեզ չի հասել որևէ տեղեկատվություն, ինչն էր պատճառը, դավաճանություններ, նախորդ պայմանավորվածություններ։ Ես կարծում եմ կազմաքանդումը, անվստահությունը, բանակի կազմաքանդումը, անվստահությունը, թե հրամանատարական կազմի, թե այնտեղ նստած կամ չգիտեմ տարբեր տեղերում բարձրաստիճան զինվորականներ, ովքեր գիտեին, ովքեր Շուշի էին ազատագրել, թե ներսից խառնելը, թե անճարակությունը մտային գլխավոր գերագույն գլխավոր հրամանատարի անկարողությունը բերեցին դրան, չէ, ավելի ճիշտ դավաճանությունը։ Ով է դրա հիմքում ընկած այդ դավաճանության, որտեղ այդ անառիկ բերդաքաղաքը հենց այդպես տենց հանձնելը զինվորականության մեջ ասում են հրամանատարը, ամենահրամանատարը։ Ով էր այդ պահին բայց հրամանատարը Շուշիի պաշտպանության։ Շուշիի պաշտպանությունը ով էր հրամանատարը էական չի, ով էր գլխավոր հրամանատարը, ով էր ինչ որ բաներ ասում, հանձնարարություններ տալիս։ Կարելի է քավության նոխազներ գտնել, միշիկին տանել, նստացնել, այսպես ասած այդ ժամանակվա պաշտպանության բանակի հրամանատարին, գիտեմ այն մեկի վրա ցեղ շպրտել եւ այլն։ Հերոսի կոչում տալ, հետո տանել, նստացնել, գիտեմ դա վարկյանի պահի կատարվելի գործողություն չի դա, թե մինչև մարդուն հերոսի կոչում ես տալիս, հասկացի ինչի համար ես տալիս։ Եվ եթե տվել ես, դու այդ արժեքը մի ոչնչացրու։ Դա հերոսացում է։ Մենք փոքրաթիվ ազգ ենք, մեզ միշտ հերոսացումն է տարի հաղթանակի առաջ։ Եթե դու հերոսի արժեքը կորցնում ես, դավաճանին վերում դարձնում ես հերոս, վախկոտին քաջ,
հերոսին, նվիրյալին տանում ես, կորցնում ես, դրամաբանական է, որ արժեքային համակարգ է խաթարվում։ Մարդը չգիտի կռվի թե չկռվի, փախնի փրկվի թե կընկանգնի մեռնի։ Մեռնելուց հետո ասում են, սա անիմաստ զոհեր էին, ոչնչի, հանուն ոչնչի, ոնց է հանուն ոչնչի։ Դուք ոչնչանաք դուք, հանուն ոչնչի։ Իմ ընկեր դուշման Վարդանը հանուն ոչնչի չի գնացել, հանուն իր հայրենիքի է գնացել։ Իմ ընկեր Պետոն, Մոնթեն եւ այլն, այդ տղերքը բոլորը առաջի պատերազմից հանուն ոչնչի չեն գնացել, նրանք գնացել են հանուն իրենց երկիրը պաշտպանելու, հանուն իրենց սերունդների շարունակականությունը ապահովելու։ Ո՞վ ես որ եկել ես ասում ես հանուն ոչնչի։ Ոչինչը քո հայրենիքն էր, թուրքենն էլ Արցախը տվեցիք, վերջացրեցիք, հիմա էլ Հայաստան եկել Հայաստանը վերցնում։ Ամեն օր ասում են, Էրիբանը մերն է։ Դուք ով եք, դուք ուր եք գնում։ Ինչևէ, խնդիր չի, կյանքը էլի ասենք պայքարը։ Չենք խորշում։ Ցավում եմ, որ այդքան զոհեր ենք ունեցել։ Այդքան մատաղ սերունդ, այդքան աղջիկներ, որ չամուսնացան, չերջանկացան, իրենց այսպես է զավակներին չգրկեցին, ցավում եմ այդ բաների համար, բայց պայքարը նորից ենք հաղթելու։ Այնպես չի, որ ընկճված, վախվորած վիճակա, չէ, մենք գոնե առնվազն գիտենք, արել ենք, գիտենք ազատագրելը։ Շուշի նման քաղաք, Բերդաքաղաք ազատագրելը, այդքան քաղաքներ ու գյուղեր ազատագրելը, մենք այդ տեսել ենք, արել ենք, մենք կարող ենք, նորից կանենք։ Մի քիչ ցավալով, մի քիչ հիշողություններս, այսպես ասած, ցրելով, որ չխելագարվենք, բայց էլի հաղթելու ենք։ Էլի հետ ենք բերելու։ Այս անգամ ոչ միայն Արցախը, շատ ավելի շատ հայկական տարածքներ։ Ում եք հիմա տեսնում, ովքեր են մեր օրյա հերոսները, ըստ ձեզ կան նման մարդիկ, որոնց հետ կարող ենք էլի այդ ճանապարհը անցնել։ Իհարկե կան։ Ինչու ակտիվ չեն։ Երբ որ փողոց դուրս գաք, հա, կամ 20 թվականից հետո բավականին շարժումներ են եղել, բավականին մեծ process-ներ են քաղաքական, նաև փողոցային պայքար է եղել։ Տեսել եք մարդիկ կան։ Որոշ մասը այն ժամանակ ցավի մեջ չէին մասնակցում։ Անվստահությունն էր։ Այո, որոշ մաս, ասենք, մտածում էին, թե երեխա են կորցրել, հիմա ելնեն, չգիտեմ, իշխանափոխության մի քիչ հարիր չի իրանց ցավին, բայց գիտակցել են հիմա։ Վերջապես եզակի մի բան է կատարվել Հայաստանում։ Հոգևորական է եկել առաջնորդելու։ Սա պատահականություն չի։ Ընդհանրապես կյանքում պատահականություններ չկան։ Շատ հազվագյուտ։ Դա պատահականություն չի, օրինաչափություն է։ Դեմես հոգևոր վրեք է։ Խեղվել է հոգևոր արժեքները։ Խեղվել է եւ մարդը բանական հերվածել է իր ստեղծողից, նրա օրենքներից, որի մեջ հստակ ֆիքսվում է, ինչա հոգևոր արժեքներ են եւ նվիրվածությունը եւ սերը եւ հարգանքը եւ լիքը դրանք է կորսվել։ Աստծուն մեր սրտերից, մեր հոգիներից հանել ենք տեղը կամ դատարկ ենք թողել, կամ սատանա ենք մտցրել։ Հաճույք ենք մտցրել։ Միայն հաճույքով չի, դեռ պատասխանատվություն կա առաջին հերթին։ Մենք պետք է հետ վերադարձնենք Աստծուն իր տեղը մեր հոգիների մեջ։ Եվ բանականությունը, որ տվել է, այդ բանականությունը հոգին իրար հետ պետք է աշխատի։ Պետք է ներդաշնակ լինեն։ Իսկ կյանքը ինքը, եթե նայեք բոլոր տեսակի կյանքերին, թե բուսական, թե կենդանական, տիեզերական մարմիններ, համակարգեր եւ այլն, եթե տեսնեք, կյանքը ինքը շարունակականության վրա է, տեսակի պահպանման վրա է։ Ինչու պիտի մեր տեսակը, մեր ազգը ոչնչանա, ասենք ժողովրդավարություն, թուրքերն ու, չգիտեմ,
այլ ոչնչացնողներ բազմանան եւ տիրեն։ Ինչու՞։ Այդ որ մի օրենքով Դուք այս փուլում հաջողված համարում եք ձեր նշած հոգևոր պայքարը, միասնությունը։ Այո։ Այո, որովհետև մենք հասկացանք նաև հասկացրեցինք շատերին մեր ժողովրդին, որ մի ընկճվի, կյանքիցդ մի հաստատվի։ Դու իրավունք ունես ապրելու եւ ապրում ես, կարաս ապրես, ավելի լավ կարաս ապրես։ Վեր կաց, քո պատերազմը արա, քո կռիվը տուր, քո պայքարն արա, ապրելու համար եւ ծերուններիդ ապրեցնելու համար։ Եվ կամաց այդ հոգևոր արժեքները հետ վերադառնում են մարդկանց հոգիներ։ Մարդը ոչինչ է, երբ որ նայի, պատկերացրեք, նայի տեսնի իր զավակի, իր թոռան մեջ ինքը էլ չկա։ Շարունակություն չտեսնի։ Կտրվում է ամեն ինչ, արդեն ներկայի ու ապագայի չկա։ Նա մանավանդ, երբ որ ես միշտ այդ հարցը տվել եմ մարդկանց, ասենք մարդը, որ իր տղային հատկապես ամուսնացնում է, հայրը անընդհատ sense կողքից հարցնում, ասում է, տղուտ անունն ինչ ես դնելու։ Եթե իմպերատիվ չի ասում իմ անունը պետք է դնես, գոնե կողքից հասկացնում է, որ դե այն հարևանը իր երեխու անունը դրել էր պապու անունը, պապը հպարծ, sense մաներ գալի։ Հասկացնում է, որ ես ուզում եմ ապրել իմ թոռան մեջ։ Լավ, մենք մեր պայքարի անունը ինչ ենք դնելու հիմա։ Պայքարի անունը սրբազան է։ Սրբազան պայքար։ Շարունակում Աստծով, պատվով եւ մեր գենի շարունակականությամբ։ Բոլորս միասին, բոլորս քաղաքական ուժեր բան պետք է ամեն ինչ բերեն իմի միահամուռ դուրս գան առաջին հերթին հեշտ չարիքը հեռացնելու։ Այդ չեմ ուզում բանա, մարդիկ են, բայց տեսնում եք, որ չի ուրիշ ուղղությամբ եք տանում այս ազգին, ոչնչացման եք տանում, գնացեք, սուսուփուս գնացեք, մեկը մի քիչ շատակեր է, մեկը մի քիչ է, ձև է կանում, այսօր ավելի մեծ կոռուպցիաներ բաներ կան, որ լսում ենք, սենց պարզապես թվերն են շատ մեծացել։ Ընդամենը թվերն են փոխվել։ Ճիշտ չի, ես այդ պայքարի մեջ եմ եղել եւ այդ պայքարի ինչ-որ առումով դարապտուղները կերել եմ, բայց այնուամենայնիվ հայրենիք չենք կորցրել։ Իսկ ով որ բերեց սրան, ովքեր որ բերեցին սրան, գերտերություններ էին, չգիտեմ եսիմ ովքեր էին, բերեցին, նրանք էլ պետք է իրանց պատասխանը ստանան։ Առանց ներսի համաձայնության բերեցին։ Մենք ապրելու ենք։ Ես չգիտեմ ներսի դրսի, ոնց չեմ ուզում խորանամ այդ իմաստով, բայց մենք ապրելու մեր իրավունքը պետք է վաստակենք եւ արժանապատիվ ապրելու։ Եվ էլի Շուշին ազատագրելու ենք, Արցախը ազատագրելու ենք։ Իմ ժողովրդին կուզեմ ասել. ամրացրեք գոտիներդ։ Պատրաստվեք պայքարի ապրելու համար, սերունդներին, ձեր զավակներին ապրեցնելու համար։ Ձեր տան մեջ։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ։ Սիրելի հետևորդներ, եղեք ակտիվ մեր Facebook-ում, YouTube-յան էջում, նաև Patreon-ում, անցնող շաբաթվա անցուդարձին առաջին եւ մշտապես հետևելու համար։ Կհանդիպենք։ Նոր միջոցառարապաշտություն եւ մեզնի յուրաքանչյուրը պարտավոր